Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1387-րդ օրն է։ Ուկրաինական դրոնները պայծառ գիշեր բերեցին Պուտինի երկրի վրա։ Սահմանամերձ մարզերից մինչև Վելիկի Նովգորոդ պայծառ կրակեր պայթյուններ էին լսվում Սմոլենսկից մինչև Մոսկվա եւ Ուկրաինայի հետ սահմանամերձ գրեթե բոլոր մարզերում։ Կարծում եմ շատերը հիշեցին իմ խոսքերը, երբ ասում էի թեժ ձմռան մասին։ Ընդհանրապես 3 օրը հագեցած էր ռազմական իրադարձություններով, մինչ Փաշինյանը Գերմանիայում հանդիպում էր Մերցի հետ, մեր զորքերը Սևծովում խոցեցին Պուտինի հերթական ստվերային նավթատանկերը։ Լավ լուր էր Լեհաստանից, Վարշավան կարող է Ուկրաինային փոխանցել 14 միավոր MiG-29 ինքնաթիռ, որոշ ուկրաինական հրթիռային եւ անօդաչու տեխնոլոգիաների հասանելիության դիմաց, իսկ մինչ Լեհաստանը պատրաստվում է փոխանցել ինքնաթիռները, Զապորոժիեի ուղղությամբ Ուկրաինայի օդուժի կործանիչները ավարտեցին պատերազմը բազմաթիվ ռուսական գրոհայինների համար, ավիառումբով խոցելով զավթիչների կուտակման վայրը։ Իդեպ ուկրաինական F-16-երը համալրվել են բարելավված ուղեկցման համակարգով, որը կդարձնի ինքնաթիռները իսկական երկնային դիպուկահարներ, որոնք հարվածում են միայն ընտրված թիրախներին եւ խնայում զինամթերքը։ Ռուսական զորքերը, ավելի ճիշտ Պսկովի դիվիզիան, փորձեցին մեխանիզացված ճեղքում իրականացնել Պոկրովսկի ուղղությամբ, բայց կանգնեցվեցին ուկրաինական ուժերի կողմից, կորուստները մեծ են ռուսների։ Թեժ մարտերը չեն խանգարում դիվանագիտությանը, Զելենսկին հայտնեց, որ Ուկրաինան շարունակում է անընդհատ բանակցություններ վարել գործընկերների հետ ամբողջ աշխարհում, նպատակը մշակել իրագործելի եւ իրատեսական քայլեր ռուսական ագրեսիան դադարեցնելու համար։ Իսկ այդ ընթացքում Ռուսաստանը կորցրել է իր նավթի ամենախոշոր գնորդին Հնդկաստանում, օր չկա, որ նման լուր չլինի։ Երեկ իմիջայլոց այդ թեմայով մանրամասն եթեր արեցի մեր անալիտիկա ալիքով։ Ովքեր չեն տեսել, անպայման նայեք, բավականին հագեցած ինֆորմատիվ եթեր, հղումը կթողնեմ այս եթերի նկարագրության մեջ։ Ռազմաճակատում մարտերը թեժ են, հետևաբար Ռուսաստանի կորուստներն էլ մեծ են, նորությունները շատ են, կփորձեմ պատմել ձեզ ամենակարևորի մասին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար, լայքեք եւ եթե կարելի է, կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Շատ ոգևորիչ կադրեր ունենք, հատկապես անցած գիշեր։ Եվրոպացիները Ամերիկայի նախագահ Թրամփին փոխանցել են Ուկրաինայի խաղաղության ծրագրի վերաբերյալ առաջարկները, իսկ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցությունները կարող են կայանալ արդեն այս հանգստյան օրերին։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Մերցը։ Նրա խոսքով, եթե գործընթացը շարունակվի այն ձևով, ինչպես մենք պատկերացնում ենք, ապա բանակցությունները ԱՄՆ վարչակազմի հետ կկայանան հանգստյան օրերին, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին հնարավոր է հանդիպում Բեռլինում։ Մեջբերեմ ԱՄՆ վարչակազմը կմասնակցի արդյոք այդ հանդիպմանը, մեծապես կախված է այն փաստաթղթերից, որոնց վրա մենք կաշխատենք։ Ես լիովին վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք եւ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ինձ մոտ իսկապես ձևավորվեց հստակ տպավորություն, որ նա պատրաստ է սկսել այս ուղին մեզ հետ միասին, որովհետեւ նա գիտի, որ եվրոպացիները ցանկանում են, որ իրենց շահերը լսվեն։ Ես հենց սա հստակ փոխանցեցի մեր երեկվա զրույցի ընթացքում Թրամփին եւ դա շատ կառուցողական խոսակցություն էր։ Մենք իսկապես հարգանքով մոտեցանք միմյանց տեսակետներին, հայտարարեց Գերմանիայի կանցլերը։ Եվրոպական առաջնորդները վճռական են Ուկրաինային աջակցելու հարցում, ինչպես հայտնում է Պոլիտիկո պարբերականը, այժմ Եվրոմիությունում քննարկվում է ավելի խիստ մոտեցում կիրառել Բելգիայի նկատմամբ, որը դեմ է ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային ռեպարացիոն վարկ տրամադրելու գաղափարին։ Եվրոպացի պաշտոնյաները մասնավորապես չեն բացառում Բելգիայի կառավարության եւ նրա վարչապետին արհամարհելու շրջանցելու հնարավորությունը։ Հիշեցնեմ, որ Եվրոմիության մայրաքաղաքն է Բելգիայում, Բրյուսելը, փաստորեն Նաջարյանը բարկացել է։ Դանիան Միացյալ Նահանգները ճանաչել է որպես ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք։ Դանիայի հետախուզական ծառայության կողմից հրապարակված տարեկան զեկույցում Միացյալ Նահանգները առաջին անգամ նշվել է որպես ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք։ Այս գնահատականը պայմանավորված է Թրամփի վարչակազմի օրոք ամերիկյան արտաքին քաղաքականության վերաուղղորդմամբ, հաղորդում է Bloomberg-ը։ Թրամփը հորինել է, որ իբր ուկրաինացիների 80%-ը պահանջում է խաղաղության համաձայնագիր, դատարկ խոսքերի
մեդիաներին ոչ մի տվյալ չի ներկայացվում, ասում է ես կարծում եմ, ինքը շատ բան կարող է կարծել, չէ՞։ Բայց ավելի լավ կլինի ամերիկացիների առօրյան լավացնելու մասին կարծի։ Ամենայն հավանականությամբ Թրամփը ակնարկում էր իր այսպես կոչված խաղաղության համաձայնագրի մասին, որը հիմնված է Պուտինի տված կետերի վրա, ինչը ապացուցել են հետաքննող լրագրողները։ Թրամփը հրապարակայնորեն մեկ քայլով էլ մոտեցավ Պուտինին, Պուտինն էլ է սիրում հորինել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը սկսել է նավթը վաճառել ամենացածր գներով Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Ժամանակահատվածում Հնդկաստանում շարունակվում է ռուսական նավթի գնումների կրճատումը, երկրի 7 խոշորագույն նավթավերամշակող ընկերություններից արդեն 4-ը վերաուղղում են այլ երկրների հումքին, որոնց հանդեպ չկան արևմտյան պատժամիջոցներ, ինչպես գրում է Bloomberg-ը, անգամ Ռուսաստանի տրամադրած մեծ զեղչերը այլևս չեն օգնում պահել գնորդներին։ Դե նոր նավթատարի խոցման մասին արդեն ասացի հաղորդման սկզբին, Պուտինի նավթի փողերը գնալով պակասում են, իսկ Ռուսաստանում քաղաքացիներից կարող են ցանկացած պահի վերցնել բոլոր գումարները։ Պետդումայի ընդունած նոր օրենքը իշխանությունը փոխանցում է ուժային կառույցներին։ Նոր օրենքը Ռոսֆին մոնիտորինգին կհանձնի ռուսաստանցիների դրամապանակների վրա լիակատար վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա դրանք դատարկել նույնիսկ ամենափոքր խախտման դեպքում։ Պուտինի պատերազմը արագացրեց այն սկզբունքների ներդրումը, որոնք նա տարածում էր Ռուսաստանում իր 25 տարվա իշխանության ընթացքում։ Հենց դրանք են քաղաքացիների կյանքի բոլոր ոլորտների լիակատար ենթակայումը ուժային կառույցներին։ Ռուսաստանի հայր, ձեր գլխի ճարը տեսեք, հանկարծ Պուտինը փողերը չհափշտակի։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, Ռուսաստանը կարող է դիմել պահեստազորայինների գաղտնի զորահավաքի Ուկրաինայի դեմ պատերազմի համար կամավորների թվի նվազեցման ֆոնին։ Սա իր հերթին նոր մարտահրավեր է ստեղծում Ռուսաստանի կառավարության համար, թե քաղաքական եւ թե ռազմական առումով։ Այս սցենարը քննարկվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծական զեկույցում, ասեմ, որ սա ամերիկյան կենտրոնն է։ Առաջնագծում տեղի է ունեցել 234 մարտական բախում, երեկվա թվից 100-ով ավել, այսինքն մարտերը թեժացել են։ Ամենաթեժը շարունակում է մնալ Պոկրովսկը եւ նրա շրջակայքը, որտեղ գրանցվել է 49 մարտական բախում։ Մեր Telegram-ում հավանաբար արդեն տեսել եք Պոկրովսկի կենտրոնում ուկրաինական դրոշի բարձրացումը, ուկրաինական զորքերը ոչնչացրել են եւս 1460 ռուս զինվորական եւ 273 միավոր տեխնիկա ու զինամթերք, այդ թվում 7 զրահապատ մեքենա, 23 հրետանային միջոց, 1 ռեակտիվ թշնամուկայան, 82 ռուսական տակտիկական դրոններ ու 157 ռուսական բանակի տրանսպորտային եւ հատուկ միջոց։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,185,080 օկուպանտ, այսինքն արագացված կերպով եւս մեկ կլոր թվի շեմ անցանք։ Նախնական տվյալներով մեր հոպը անցած գիշեր խոցել եւ ճնշել է 85 ռուսական օդային թիրախ, 83-ը դրանցից դրոններ են, 2-ը Իսկանդեր M կամ հյուսիսկորեական KN-23 բալիստիկ հրթիռներ։ Ցավոք կան նաև խոցումներ, ռուսները ինչպես միշտ թիրախավորել են քաղաքացիականներին, հարվածել են Խերսոնին, վիրավորելով խաղաղ բնակիչներին։ Օդեսայի մարզում օկուպանտները վնասել են էներգետիկ օբյեկտ, բարի դրոններն ու հրթիռները 3 նորից զարմացնում էին օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում իրենց խոցումներով ռազմական ու ռազմավարական թիրախներին, ինչպես ասացի եթերի սկզբում, պայծառ գիշեր էին ապահովել ռուսաստանցիներին։ Զանգվածային հարձակման պատճառով Ռոսավիացիան ժամանակավորապես սահմանափակել էր ինքնաթիռների ժամանումը եւ մեկնումը Մոսկվայի բոլոր օդանավակայաններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց վերջին ժամանակներում Ռուսաստանի վրա իրականացված դրոնների ամենամեծ հարձակման մասին։ Ռուսները պնդում են, թե խոցել են 287 դրոն, սակայն նրանք ավանդաբար լռում են այն մասին, թե դրանցից քանիսն են հասել իրենց թիրախներին։ Մեր տվյալներով եւ կադրերով, որ տեղադրել ենք մեր Telegram-ում, առնվազն Մոսկվայում եւ Մերձմոսկովյան շրջանում մի քանի ժամ լսվել են պայթյուններ եւ դիտվել է հակաօդային պաշտպանության ակտիվություն։ Սմոլենսկի մարզում վնասվել է ռազմավարական էներգետիկ օբյեկտ, իսկ Վելիկի Նովգրոդում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի խոշորագույն քիմիական գործարաններից մեկը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարվածել է Ռուսաստանի Դաշնության նավթային հարթակին Կասպից ծովում։ Նավթի եւ գազի արդյունահանումը դադարեցվել է։ Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Ռուսաստանի նավթարդյունահանման ենթակառուցվածքին։ SBU-ի դրոնները Կասպից ծովում գրոհել են Ֆիլանովսկո անվան պլատֆորման։ Ըստ SBU-ի աղբյուրների ուկրաինական դրոնները մի քանի ճշգրիտ հարվածներ են հասցրել հարթակին, ինչի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել է նավթի եւ գազի արդյունահանման գործընթացը։ Ազդեցության տակ
տակ մնացել են տասնյակ հորեր, որոնք սպասարկում էին այդ պլատֆորման։ Մեջբերեն ֆիքսվել է առնվազն 4 խոցում ծովային հարթակին, պլատֆորմային, հարձակման հետևանքով դադարել է ավելի քան 20 հորի նավթի եւ գազի արդյունահանումը, որոնք սպասարկում էին հարթակը։ Վիլանովսկու անվան պլատֆորման Կասպից ծովում Ռուսաստանի ամենախոշոր հանքավայրերից է, որի պաշարները ըստ փորձագետների կազմում են շուրջ 129 միլիոն տոննա նավթ եւ 30 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Արդյունահանվող հումքը նախկինում արտահանվում էր Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի միջոցով, ինչը զգալի ներդրում էր ապահովում ագրեսոր պետության էներգետիկ ենթակառուցվածքի մեջ։ SBU-ում նշել են, որ ուկրաինական հատուկ ծառայությունները շարունակում են ընդլայնել հարվածների աշխարհագրությունը, ուղղված Ռուսաստանի Դաշնության նավթագազային ոլորտին, դարձնելով պատերազմի համար օգտագործվող օբյեկտները օրինական թիրախներ, անկախ դրանց գտնվելու վայրից։ Հարձակումը դարձավ ցուցադրում, որ Ռուսաստանը չի կարող վստահ լինել իր ձեռնարկությունների անվտանգության մեջ, նույնիսկ հեռավոր ծովային տարածքներում։ Գործողությունը դիտարկվում է որպես կարևոր նախազգուշացում Կրեմլին իր ագրեսիայի հետևանքների մասին։ Ուկրաինայի հարվածները եւ պատժամիջոցները խեղդում են Ռուսաստանի արտահանումը։ Նավթային եկամուտների նման անկում դեռ երբեք չէր եղել։ Արևմտյան պատժամիջոցների եւ Ուկրաինայի ռազմական գործողությունների համադրությունը պարալիզացրել է ագրեսոր երկրի նավթային արտահանումը։ Միլիարդավոր կորուստներ եւ աճող լոգիստիկ ռիսկերը այն խնդիրներն են, որոնց այսօր բախվում է Ռուսաստանը։ Ամերիկայի Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ սահմանված պատժամիջոցների, ինչպես նաեւ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթային օբյեկտների վրա շարունակվող հարձակումների ֆոնին Ռուսաստանի եկամուտները նավթի եւ նավթամթերքի արտահանումից նոյեմբերին ընկել են նվազագույն մակարդակի։ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, ասվում է, միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, բայց սա, ինչպես ասում են, այլ հաղորդման թեմա է։ Խոցումների մասին տեղեկատվությունը տարածվում է անընդհատ, այնպես որ ամբողջական ակտուալ ցուցակը կա մեր Telegram-ում, բոլոր հնարավոր կադրերը մեր Telegram-ում են, վայելեք, շատ ոգևորիչ են։ Այսքանով ավարտեմ այսօրվա մեր հաղորդումը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, խնդրում եմ չընկճվել ռուսական ստերից, ցանկացած տեղեկատվություն գիտեք, որ կա մեր եթերներում եւ մեր Telegram-յան ալիքում։ Մինչ վաղը, հուսամ վաղվա լուրերը ել ավելի լավը կլինեն, բարով մնաք։